Մեզ լսողներին ասենք, որ հպանցիկ ես և Տիկին Թովմասյանը խոսեցինք մի դեպքի մասին, որը բավականին մեծ հնչողություն է ստացել, որտև մեր հայկական իրականության մեջ մեր բոլոր թերություններով հանդերձ կատարվել է արարք, որը անընդունելի է, որը դատապարտելի է, խիստ դատապարտելի է, անկախ նրանց, թե այդ արարքը ով է փորձում քողարկել և այդ մանկապղծություն կատարող անձանց բացահայտումը, դրանց մասին բարձրաձայնումը եւ այլն, հիմնականում արել է մեր վերջին շրջանի, ես ուզում եմ միայն Սյուզի պահոց չասեմ, որտեղ հիշենք մեր եկեղեցու վեհափար հայրապետի դեմ արշավը եւ կրկին լրատվամիջոցները եւ առաջին հարվածը իրենք դիմագրավեցին եւ այն փոքր հաղթանակը, որ ոչ վերջնական, բայց փոքր հաղթանակը, որ մենք ունեցանք, առաջին հերթին դափնիների մեծ մասը մեր լրատվամիջոցներն է, մեր խմբագիրներն է, մեր լրագրողներն է եւ այս առումով օպերատորներին այդ խաղողներին երբեք ես որ ասում լրագրող օպերատորը իրենց հետ է եւ կոնկրետ այս թեմայի հետ կապված ամբողջովին իրազեկ է իրադարձությունների գիզակետից մեզ միացել է նաև մեզ լսողներին միացել է Սուզի Բադոյանը։ Լսում ենք ձեզ։ Բարի ուշ երեկո բոլորին։ Դուք հասկանում եք ինչ վիճակում ենք, ինչ հոգնած, գերլարված, մանավանդ մեր քննիչները նենց նիկոլություն են անում, չեն թողնում 5 րոպե մարդ իր սեփական կյանքով եւ օրակարգով ապրի։ Ուղղակի շատ սիրելով իմ նիմնեմի հարազատ հավատարիմ հետևորդներին, ովքեր նաև մեր հետևորդն են, չէի կարող, ինձ ինչպես մարդիկ ասում են հումոր են անում, դա գաղես չվեր կենալ ու չգալ։ Իրոք սպանված վիճակում ենք, բայց ավելի շատ հյուծված ենք հոգեբանորեն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ մի քիչ խճճվել են այս ամբողջ պատմության մեջ, երկու քույրերի բռնության, բռնաբարության թեմայի շուրջ զարգացումները շատ են եւ կտոր են լսում, չեն հասկանում, ընդ որում նկատել եմ մարդիկ ինչ-որ ձեռքերը տաքացնում են այս կրակի վրա, ինձ դա հեչ դուր չի գալիս, մանավանդ որ կարող էին միգուցե ինչ-որ քայլեր ձեռնարկել ավելի շուտ սրան լուծում տալու համար, բայց ոչինչ, ամեն մարդ թող իր լվացքը փռի, ասեմ, որ այս դեպքի մասին, այդ որ լսում ենք, այն որ ձեզ հիմա հայտնի է, որ փետրվարից է սկսել սեռական բռնության թեման, ես ավելի տհաճ անակնկալ կանեմ։ Փետրվարից չի սկսվել է դեկտեմբերից կամ մի քիչ ավելի շուտ աշնանը, համենայն դեպս երեխաների պատմելով, ինչպես մեր տատերը կասեին, աշուներ դեռ ջուն չէր եկել, այդ շրջանն են նկարագրում եւ ինչ որ մեկի ծննդյան օրով են նկարագրում տեսարանները։ Սա նախաքննական գաղտնիք է, բայց ես ասում եմ նախ որովհետեւ ես եւ այն մարդիկ, ովքեր մեզ միացել են, հասել ենք նրան, որ քիչ առաջ որոշում կայացվեց, կձերբակալվեն ու հավանաբար կալանքի կտարվեն այս երկու մեղսավոր բիձուկները, այս երկու մանկապիղծները։ Ես դրա համար հրապարակում եմ, պլյուս նրա համար եմ հրապարակում այս նախաքննական գաղտնիքը, այսինքն նրանք արդեն մեկուսացվելու են, չեն հասցնի ինֆորմացիա ստանալ։ Պլյուս նրա համար եմ հրապարակում, որտեղ քննչական կոմիտեն այնքան թույլ տվեք ասել լկտիաբար, սանձարձակաբար, օրենքի խախտումով հրապարակեց երեխու նախաքննական ցուցմունքը, որ իրավունքը չկա, որ իրավունքը ոչ միայն չկա, նրանք մեկուսացված չէին, դեռ նոր տիգային քննության, ես վեդի քննչականում հսկում եմ ու տեսնում եմ արդեն հրապարակել են։ Այսինքն 1000 ներողություն ձեր վրա այդ օրինակները բերեմ, դու խոսել ես, հակառակ կողմը արդեն լսում է ինչ պիտի, այսինքն ինքը դիրքավորումը նոր է գնում ցուցմունք տալու, հասկանում եք, էս ինչ է նշանակում։ Եվ քանի որ քննչական կոմիտեն իրեն թույլ է տվել սեռական բնույթի հետ զրույցներ աղջիկ երեխու հետ կապված անուն ազգանունով, այնտեղ առողջական վիճակի մասին հատուկ շեշտադրումներով հրապարակել այդ նախաքննական ցուցմունքը, կներեք, եթե պետությունը կանոնները խախտում է, այս ինչի պիտի չխախտե, մանավանդ որ իրենց աշխատելու փոխարեն մենք ենք աշխատել։ Ուրեմն դեպքերը սկսել են անցած տարվանից, զարգացում հախուռն ապրել են փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին։ Եվ այո, մեծ հավանականությամբ այս ամբողջ թեմայի մեջ ներգրաված է կամ ներքաշված է 3 տղամարդ, 2 աղջկա, ընդ որում չի բացառում նաև մեկ այլ աղջկա, որտեղ դեռ ուսումնասիրման փուլում է նաև 3-րդ այլ անձը, մենք ինչ-որ տվյալներ ունենք, որը դեռ փաստաբանները, այսպես ասեմ, խորացել բզբզում են։ Այսինքն
3 տղամարդ, 2 աղջիկ, միգուցե 3-րդ երեխան էլ կանչափահաս։ Դա կստուգենք եւ կհասկանանք ընթացքում։ Այսպես փորձում են ընտանիքին բարեկամներ կայանալով բղծել այս երեխեքին այդ ընտանիքը եւ այլն, բայց սկսվել է ամեն ինչ տաքսիստ Դավիթ Այնազյանից, ով Վեդիում հայտնի է որպես ոստիկանության 30 տարվա գործ տվող։ Այսինքն սրան այդպես են բնութագրում։ Իմ գյուղացիները, համաքաղաքացիները ասում են այդ գործ տվողը։ Ընդ որում մարդիկ են ասում, որոնք նաև պետական հաստատություններում են աշխատել, այսինքն հավանաբար իրաց մաշկի վրա զգացել են։ Ասում են Սևան Քոչարյանի գործ տվողն է։ Սևան Քոչարյանը այն Սևան Քոչարյանն էր, որի հետ ես քեզ ծանոթացի, Երևանի ոստիկանապետը։ Կհիշես։ Նախկինում եղել է Երևանի Վեդի միլպետը։ Այն միջադեպի ժամանակ։ Այո, հիշում ես։ Սրբազան պայքարի ժամանակ, երբ որ ճանապարհ էինք փակում, կհիշես։ Այո։ Ասում են, որ ինքը եղել է գործ տվողը եւ այս ընթացքում տաքսիստը, երբ որ պղծում է երեխաներին, շարունակությունը լինում է պարբերականությունը։ Հետո ինքը նկատում է, որ բռնվել է։ Ինչ որ բաներ է նկատում։ Ներքաշում է հարևանի տղամարդուն։ Աղջիկները ինչի չեն խոսում, վախեցել են, ինչ է։ Աղջիկներից մեկի ուրեմն սկսել է ինչ որ հանգամանքներից, հետո դեպքերից մեկի ժամանակ, երբ որ հերթական անգամ գերեզմանոց է տարել, 2 քրոջն է վերցրել դպրոցից տուն տանելու, տարել է գերեզմանոց, մեկին իջեցրել է մեքենայից, այն մեկին բռնաբարել է, հետո այն մյուսին կանչել է նստացրել մեքենան տուն բերել, այն երկրորդը տեսել է, որ առաջինին երբ որ բռնաբարում է, ձեռքերը դրել է վզին ու ասել է այդ երեխան լացելուց ասել ես հոպարիս կասեմ, ձեռքերը դրել է վզին խեղտելու, ասել է տես, եթե հոպարիտ ասես, քեզ կմորթեմ, քեզ կսպանեմ։ Այն մյուսին ասել է ընկերներիդ կասեմ ու բոլորին կասեմ։ Շանտաժարել եւ սպառնացել։ Դրանք շանտաժը մի քիչ ավելի մեղմ նկարագրություն է, մանավանդ անչափահասների պարագայում, պարոն Նահապետյան։ Ու ընթացքում, երբ որ ինքը հասկանում է սիտուացիան դուրս է գալիս կառավարումից, իրեն պալիտ են արել, այսպես ասած, որովհետև ինչ որ բաներ են սկսում խոսել։ Արագ ինքը հարևանի տղամարդուն, ավտո լվացող Արթուրին, որը էլի թոռանտեր է, 58-ամյա Արթուրը, ներքաշում է այս պատմության մեջ ու հյուրասիրում է աղջիկներից մեկին։ Այսինքն հանցակից է ինքը։ Հանցակից է դարձնում։ Արթուրին հյուրասիրում է։ Իսկ ընդհանուր առմամբ դեպքը բացահայտել է դպրոցի տնօրենը, առաջին դպրոցի տնօրենը, Տիկին Պապոյանը, երբ նկատում են, որ մի քանի անգամ երեխաները, մի երեխան է իրենց մոտ, մյուսը 3-րդ դպրոցում է, նկատում են տարօրինակ վարքագիծ, հեռախոս, որը երեխա ուշադրությունը անդադ հրավիրում է այդ հեռախոսի վրա, այսինքն երեխան չի կենտրոնանում, հեռախոսի վրա է անդադ կենտրոնացած։ Ու մի օր վերցնում է հոգեբան մանկավարժը, դասղեկը, սկսում է ստուգել այդ հեռախոսը, ասում է, վայ ինչ լավ հեռախոս ես վերցրել, բայց էլ մի հատ կոդդ բացի, տեսնեմ ինչ կա մեջը։ Կոդը որ բացում, տեսնում է, որ այնտեղ ձայնային դիալոգներ կան։ Եվ երեխուն սպառնում է, այդ դիալոգներով, եթե այս ինչը չանես, կասեմ, որ դու Դավիթ Յաջայի հետ այս ինչ բանի մեջ ես եղել։ Ու պահում են հեռախոսը։ Երեխուն ասում են թող մնա այստեղ, վաղը կվերցնես։ Խաբում են մի երկու օր, պահում են հեռախոսը, այդ մի քանի օրվա ձայնագրությունները լսում են։ Սկսում է տղամարդը, որ ձայնայիններ ուղարկել դեռահասի, սիլիբիլիոտ, սպառնալիքների արդեն անցնում եւ այդ ժամանակ հասկանում են, որ գործ ունեն մանկապղծության հետ։ Անմիջապես տնօրենը քայլեր է ձեռնարկում, Տիկին Պապոյանը ոստիկանությանն է դիմում, ոչ էլ ծնողին, մի անգամից դիմում է ոստիկանությանը եւ ինքն է հրավիրում ոստիկանությանը իր մոտ եւ կոլեկտիվով տալիս են ցուցմունք։ Դա լինում է փետրվարի 12-ին։ Անցնում են 2-3 օր, տնօրենը պարբերաբար հետաքրքրվում է, ինչ փուլում է գործը, որտեղ երեխան սկսում է չհաճախել։ Փորացավ, գլխացավ, սկսում են նույնիսկ երեխայի հետևից դպրոցի ուսուցիչները տուն գնալ, ի վիճակի չի լինում վեր կենալ, նույնիսկ բժշկի այց է ունենում, որտեղ չեն արձանագրում, չեն զննում երեխային, ջերմություն ունի ուղարկում են տուն։ Այսինքն ստրեսներից եւ իրանց ֆիզիկական աղտոտված վիճակից այդ երեխաների մոտ սկսում է պրոցեսներ։ Եվ սա փոքրի մասին է խոսքը։
Դպրոցի տնօրենը սկսում է ոստիկանությանը թափ տալ։ Ինչ է կատարվում, բայց գիտեք, մենք մեր ուշադրության կենտրոնում ենք, պահում առանձնապես ծանր բաներ չկան։ Տնօրենին հարցեր եմ տալիս, ես հասկացա, որ իրավական թեմաներից շատ չի հասկանում կինը եւ նորմալ է, որ չի հասկանում, այսինքն իրենք մանկապղծության դեպքերի չէին հանդիպել։ Ես հարցնում եմ Տիկին Պապայան, քրեական գործ հարուցվել էր, կարգավիճակ եւ այլն, կինը չգիտի այդ նրբությունները ու նորմալ է, որ չգիտի, այսինքն պիտի հետևողականլի պետությունը, սա չգիտեմ, ասենք հետամնաց մի երկիր չի, չէ՞, մանավանդ բաստիոն ենք։ Պիտի եթե դու տվել ես ոստիկանությանը, վերջ, պիտի այդ մարդիկ զբաղվեն։ Տնօրենը սկսում է ուշադրություն դարձնել, շատ հետևողականորեն, մոտենում է ապրիլի 22-ը։ Ապրիլի 22-ին աղմուկ աղաղակ, հա, այդ օրն էլ զուգադիպությամբ պետքին, ասենք, Աստծո նախախնամություն ա եղել։ Նախախնամությամբ ինքը դուրս է գալիս շատ շուտ ու շուտ է հասնում դպրոց։ 8-ին մոտ։ Ու երբ որ մտնում է ներս, աղմուկ է լսում դրսում։ Հավաքարարները, մաքրուհիները սկսում են աղմկել։ Տիկին Պապոյան դուրս եկեք։ Դուրս է գալիս, բա թե տեսեն մեքենան, քաշքշում է երեխուն, որ նստածնի առաջը։ Անմիջապես այդ կինը հարձակվում է այդ վայրենի վրա, որը լինում է Արթուր, այսինքն հյուրասիրվածը, որը ավելի ինտենսիվ է սկսել սեռական ակտ ունենալ երեխաների հետ, երեխաներից մեկի հետ։ Քաշքշում է, որ նստածնի մեքենա եւ բռնությամբ, հասկանում եք։ Ու տնօրենը անմիջապես նախ լարում են դրան տեղից, տեղ Խուժան եւ այլն, մենք քեզ ճանաչում ենք, բա իր հորընկերն եմ եւ այլն, ասում են, ինչ հորընկեր է Խուժան, մենք փոքր միջավայր են ճանաչում ենք, դու ինչ կապ ունես նրա հոր հետ։ Անմիջապես կանչում են ոստիկանությանը, սա ապրիլի 22-ին։ Այսինքն 2 ամսից ավել արդեն այդ դեպքից։ Այսինքն երեխաներից երկրորդն է արդեն ներքաշվել թեմայի մեջ։ Արդեն ընտանիքին վարի են տվել, հոգեբանորեն այդ երեխեքին դարձել այսպես են նստում երկուսն էլ, ու չեն խոսում, այսենց, աթոռի վրա պատկերացնում եք։ Վերջը, ու այս երկրորդ ահազանգից հետո ոստիկանությունը քայլերը ձեռնարկում, ձերբակալումը ու բացաթողում 1.5 օր անց։ Արդեն ընտանիքին են կանչում, տեղեկացնում, հորեղբայրն է տեղեկանում։ Սոցիալապես ինչ վիճակում է։ Սոցիալապես աղքատ, բայց անտես չեն։ Շատ նորմալ հորեղբայր ունեն, ես անձամբ ճանաչում եմ, ծանոթացել եմ։ Հայրը կա, հայրը աչքերի խնդիր ունի, կոմունալում է աշխատում, Գարիկ Սարգսյանի աշխատողն է։ Վեդու համայնքապետի ԿՊԱ-ական։ Այո, նրա ենթականը իդեպ ասացին կինն էլ է իր ենթական ըստ հաստիքի։ Եվ այսպես կանչում են ընտանիքին, տեղեկացնում եւ ընտանիքի այն հարազատներին, ովքեր ավելի կարող ուժեր են եւ այլն։ Մայրը դա մի քիչ ոչ գրագետ կին է։ Սկսում է արդեն տարուբեր վիճակ։ Բա ինչի եք ձերբակալել, բաց թողել, բա հիմքեր չկար, ոնց թե հիմքեր չկար, բա մենք խմեղավոր չենք, ու արձակնությունից խուսափում են երկրորդ երեխու արձակնությունից։ Հետո մեզ պատմում են հորաքույրը մյուսները, որ ձեռքը բռնած գնում ենք, թե հաղորդում ընդունեք, ախր երկրորդն էլ արդեն տեղյակ է իր հետ ամենից։ Ես ամսի 24-ին տեղեկանում եմ, շատ, այո, 22-ից 24, այսինքն մի օր, երկու օր հետո դպրոցի տնօրեն խոսում են, արդեն մեծ աղմուկ չէր բարձրացել, թե ամբողջ վեդին քննարկում էր։ Փետրվարից քննարկում էր։ Օպերատիվ տվյալներ պիտի ստացվեին շատ արագ, որտեղ վեդին սկսել է քննարկել նույնիսկ փետրվարից։ Հետո ծածկվել է թեման այն պատճառով, որ բաց են թողել։ Դե քաղաքացիները մտածել են շոռ են անում երևի այս ընտանիքը կամ այդ դպրոցը։ Վերջը, ու սկսվել է process-ները արդեն ավելի արագ զարգանալ։ Հիմա ես տեղեկանում եմ 24-ից, բայց ես ունենում եմ պայմանավորվածություններ, չեմ հասցնում 24-ին գնալ։ 25-ի գիշերը համերգ եմ գնում, երկար է տևում ու զուգադիպությամբ ոնց որ 26-ին արդեն շարժվում են վեդի, այդ օրը դանակահարությունն է տեղի ունենում։ 6 տեղով հորեղբայրը դանակահարում է Դավիթ Այնազյանին, այսինքն երեխաներին առաջինը պղծած պապիկին, Բիձուկին, 65-ամյա։ Այդ տաքսու վարորդին։ Տաքսու վարորդը չի պաշտպանվում, որ ինքը չի եւ այլն։ Չի պաշտպանվում բացարձակապես եւ սկսում է ականջնակտրում, հետույքին է հարվածում, ինչ որտեղ էլ, բայց փոքր դանակով ինքն ասում է, ես նպատակ չունեի սպանելու, ասում է, ես ուղղակի անելանելի վիճակում ես, արժանապատվության հարց հասկանում ես, իրավապահները ոչինչ չեն անում, ազատության մեջ, ճաֆտոն է պլպլացնում վեդի մեջ կանգնած, հասկանում ես, տաքսիստ է, էլի, փչում է պլպլացնում, ասում ոնց ախպեր, դու գաս իմ տունը, պղծես ցույց ազատ ֆրֆռաս,
Ու հենց Վեդու Ով է Վեդու Միլպետը։ Վեդու Միլպետը չգիտեմ ով է, բայց շատ կասկածելի վարքագիծ է դրսևորել այս ընթացքում, որոշ տեղեկություններ է մեզ ասել, որ ինքը անձամբ միջամտում է այս թեմաներին, բայց ավելի կասկածելի են քննիչների վարքագիծը։ Իհարկե, առաջնորդին քննիչներ։ Այո, եւ երբ որ ես այս մասին սկսում եմ բարձրաձայնել արդեն դանակահարությունից շատ հետո, ես 8 օր հատուկ լրագրողական խորամանկությամբ սպասում եմ։ Հատուկ սպասում եմ ինչու, որտեվ տեսնում եմ ոչ դանակահարության հաղորդագրություն կա Անժելա ջան, ոչ բռնաբարության, ոչ մի բանի հաղորդագրություն չկա, ասում յա, այս Վեդին արդեն տենց էքստրիմ կյանքով ապրում, ոստիկանության համար էլ նորմալ է։ Ու ոչ հարցում եմ ուղարկում, ոչ ման, ասում միանգամից կպա։ Ու ես սկսում եմ այն օրերին, երբ որ եվրոպացի ջաջաները պիտի գան Երևան։ Եվ եթե դուք նկատեցիք 4 օրը ես տեղեկություն ակտիվ ինտենսիվ տարածում եմ, արդեն փաստաբանները միացան, սկզբի օրը հերքում էր ոստիկանությունը, ինձ ընդ որում խորամանկորեն եւ նենգամտորեն նույնիսկ այդ չէին հայտարարել, ոչ, որտեղ դա պատճառը հետևանքային կապ է այն process-ի, իսկ իրենք եթե դա անեն, խայտարակելն են։ Ընդ որում ազատության մեջ էին թողել հորեղբորը, իսկ դանակահարված սրիկան ընկել էր Էրիբունի հիվանդանոց, ես ընտեղ իրան փնտրում էի, մեկ էլ ինձ բժիշկը սենց անակնկալ անում։ Նա ասում ականջը կտրած սրբապիղ ծուր, բա հետո ասում ես ինչան, էս ինչը։ Ասում է ինքը դուրս է գրվել, ասում ոնց 6 տեղով դանակահարվածը, երբ, բա հենց հաջորդ օրը անմիջապես ասում է ինքն է պահանջել, մեկ իրավունք չունեին դուրս գրել այդ վիճակում, բայց ինքը պահանջել է, то есть ինքը փախել էր բանից։ Բայց այդ վենդետայի ընթացքում եւ դրանից առաջ ոչ մի անգամ ոստիկանությունը Անժելա ջան չի հսկել ոչ պղծողների տները, ոչ այս մնտանիների, այո, զոհերի եւ վեդյում անարխիա է, լրիվ են բմբուլներով ժամանակն է, մարդիկ ոչ թե հակոստերով քաղաքակրթության մեջ են։ Այդ կրակաձիլ գարիկի տարածքը չի։ Այո, իսկ դուք հասկանում եք, որ համայնքապետը բոլոր իմաստներով ուղիղ պատասխանատու է իր բնակիչների համար։ Նրանց անվտանգության, նրանց հասարակական կյանքի, այդ օպերատիվ տվյալների իր ականջին հաստատ հասել են։ Այդ ո՞նց եղավ։ Իր հետ կապված օպերատիվ տվյալները հասան իրան հերքում դրեց, հիշում եք։ Այն որ չեր էլ պատմում թե ինչի մասին, հիշում եք, ինչ որ էլի տենց կեղտոտ թեմաներով հերքում դրեց, բայց ոչ կազինոյով բյուջե կրվելու թեման ինքը բացեց, էլի ես եմ բացահայտել, երբ որ հիվանդանոցի տնօրենը, որը ցուցակում, ԿՊ-ի ցուցակում երկրորդ համարն էր, Գարիկի հետ Սարգսյան դուրս էր եկել քարոզարշավ անելու, դրա բյուջեն մսխելը արդեն ամիս ու կես անցել է, մարդը գնացել հանձնվել է դատախազություն, ոչ մի լուր ոչ մի հաղորդագրություն, ոչ մի խուզարկում, ոչ հիվանդանոցում, ոչ մի ձեռնարկություն, յա։ Հիմա էլ էս թեման է։ Այսինքն դեռ ով ինչ ուզում անում, եթե դու ԿՊ-ի հետ կապ ունես, ամենտեղ, եթե դու ԿՊ-ի հետ կապ ունես, կարաս երեխա պղծես, ֆրֆռաս ազատ, պետության բյուջեն կազինոյով կրվես, ֆրֆռաս ազատ։ Եթե շարքային սովորական Եթե դու մեկն ես, ու մեջ կա հայրենասիրություն, ու մեջ կա թասի, արժանապատվություն, ուրեմն դու զգույշ եղիր, որովհետև դու հետապնդվող մարդ ես դառնում։ Այս երկրում արժանապատվությունը հետապնդվում է, սրբապղծությունը հովանավորվում։ Հիշեք Մել Դալուզյանի սեռափոխությունը ոնց էր ինքը սենց Փաշինյանը ասում, ինքը իմ անձնական երաշխավորության տակ եմ, հովանավորության տակ է, չփորձեք, հա։ Ես վախենում եմ այսօր հանգարց տենց ստատուս չգրեր, ասել է սրբապիղծները, մանկապիղծները իմ անձնական հովանավորության տակ ուրիշ բան է պետք իրեն։ Դե в принципе ամեն դեպքում ես չէի զարմանա, որտեվ եթե նկատել ես, մինչ այս պահը ոչ մեկ չի դատապարտել մանկապիղծությունը։ ԿՊ-ի վարորդը կլինես Քյարու հարևանի, չգիտեմ ինչի կլինես։ Այո, իսկ շահկապներ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ամեն ինչ գտնում են վեդեցիները, գործերի նախարարով, մարզպետով, բոլորով պաշտպանված։ Այդ շահկապները մանկապիղծներից մեկի հետ գտնում են վեդեցիները, որ կապ ունի Արփինե Սարգսյանի հետ։ Եթե Արփինե Սարգսյանը չվախենա եւ ասուլիս հրավիրի, ես անձամբ իրեն շատ հարցեր ունեմ տալու, բայց եթե նկատել եք, նա պաշտպանվում է։ Նա չի, օրինակ հանրային աղմուկ հանած թեմա է, ինքը պարտավոր էր հենց հիմա ասուլիս հրավիրել ինքն ու քննչականի պետը եւ զեկուցել, թե ինչ է եղել, ով է թերացել, ով է պաշտոնական դիրք չարաշահել եւ բոլորին տեղում տեղը պաշտոնական էին։ Առաջին ինքը իրան։ Բայց ինքը իր մատերը ուրեմն խառն ա եղել, լսի, ես վեդիում չեմ ապրում ու շատ վաղուց, բայց ես վեդի հետ կապը չեմ խզում։ Ոնց կարող է ինքը, որ ինձնից 15 տարի փոքր է, նոր է ինքը եկել Երևանյան ինտենսիվ քաղաքական կյանքին, ինքը բարեկամներ չուներ, որ իրան պատում էին։ Քննիչը հենց այդ վեդու բանում քննիչը իր հորեղբոր տղան, Արսենը, որի դեպ մտերիմ կապեր ունի ինչ-որ մարդկանց հետ մանկապիղծների հարազատներից։
Այդ ո՞նց եղավ իրան չզեկուցեցին։ Այդ ո՞նց եղավ ինքը մի օր առիթի չեղավ ու զարմացած չպատմեցին։ Ընդհանրապես այդ ո՞նց եղավ, որ իր պաշտպանության կարիքը չզգաց որևէ վեդեցի մի հատ վերցնի զանգի ասի։ Լսի, ես ինչ ես անում։ Նույն Սևան Քոչարյանը, որը հիմա սրտից վիրահատված վեդիոն պարկած է իր տանը անկողնային։ Այդ ինչի մի անգամ թասիբ չունեցավ, իդեպ չեն էլ խոսում, խուսափում են։ Այսինքն ինչ, ով որ թույլա ոտը դնես վրան տրորես։ Չէ լուրջ, բա դուք եք թույլ 10 տարի առաջ, այդ ինչի մենք ձեզ չտրորեցինք։ Այս ընտանիքից վատն եք։ Չկրթված, ձեզնից ոչինչ չներկայացնող։ Ինչ որ անկապ մարդիկ եք, ինչ որ մեկը ոտը դրել է ձեր վրա տես տրորել է կամ պղծել է կամ թաքցրել է, այս ինչ այլանդակություններ է կատարվում։ Իսկ այսօր այն ինչ կատարվել է վեդիոն քնչականի կողմից, նախ չմոռանանք։ Մի քանի օր մամուլում ագրեսիվ տարածվում այս մանկապղծության լուրը, որը փառք Աստծո դեռևս սովորական չի դարձել հայ ժողովրդի համար, փառք տանք Աստծուն, որտեղ կարծես թե երկիր ծախելը շատ ընկալվեց նորմալ եւ եկեղեցու վրա հարձակումը։ Մանկապղծության թեման բուռն քննարկվում էր, դատախազն այսօր ազգային ժողովում ասել է ես մամուլից եմ տեղեկացել, то есть ինքը չի զեկուցվել որպես գլխավոր դատախազ, այն որ ամեն օր կամ գուցե շաբաթը մեկ, թեև ասում են ընթացակարգով ամեն օր են զեկուցվում։ Ամեն օր։ Այսինքն ծարացուցիչ հանգամանքներով, ասենց Հանրային այլանդակորձը հնչեղություն ստացած ցանկացած գործ։ Մինչև հանրային հնչեղությունը, այսինքն մանկապղծությունը չէր զեկուցվել, կասկածները չէր զեկուցվել, օքեյ չէր զեկուցվել։ Ընկեր 5 օր մենք մամուլով, այլ փաստաբանները խոսում են։ Կաներես դու ինչի չես դատապարտել, կասկածում ես։ Իրավական համակարգը նախ ծայրից ծայր։ Խայտարակ վիճակում ոչ պրոֆեսիոնալ, պատահական, ինչ որ մարդիկ են։ Աբիժնիկ։ Եվ դրան գումարած իրենք զբաղված են միայն քաղաքական հարցերով եւ քաղաքապնդումներով։ Լավ, դու տեղյակ չես եղել, 5 օրա զեկուցվում է քեզ մամուլի բաները, նյութերը։ Այսինքն դու այնքան չկաս, որ դու պահանջես քեզ նյութեր տրամադրեն, դու տեղում տեղը հայտարարություններ անես, դու պիտի սպասես քեզ հրավիրեն ազգային ժողով, դու գնաս ինչ որ այլ թեմաներով, քեզ հարցեր տան, որ դու տեղեկանաս ու դու պատմես։ Ու դու այսօր արագ ընթացք տաս այս ամեն ինչին, իսկ միգուցե այս ամեն ինչը տեղի ունեցավ, որտեղ եվրոպացի առաջնորդները գնացին եւ Նիկոլի հետ կապ հաստատելը հնարավոր եղավ եւ զեկուցվեց եւ երևի նույնիսկ մանկապես բռնել ինքը պիտի որոշի, որտեղ ուղիղ ժամը 3-ից 3 սկսեց ընթացք տալ եւ քննչականը ագրեսիվ ընթացք եւ սովասարավետ երեխեքին Երևանից քաշել բերել են վեդիո սկսել են հարցակննել այսօր ինտենսիվությամբ սկսել են այն դեպքում երբ անվստահություն է հայտնել փաստաբանական խումբը եւ չզարմանաք գնացել են սկսել են սպառնալով տնից համարյա առևանգել եւ երեխաներին եւ նրանց մորը եւ տատիկին թե ոնց թե չեք գալի հարցակնության այն պահին երբ Էլբակյան Վարդուին փաստաբանը ասուլիս է տալիս այսինքն առանց փաստաբանի Այդ ձեր գնահատականը, որ գնացել են դրա համար խոսում, ես ուզում եմ այսօր հայկական ժամանակ թերթը գիտենք, չէ, օրաթերթումն է։ Ինչ է ասում։ Այս դեպքի հետ կապված։ Պարզվում է, որ այդ տղամարդկանցից մեկով թույն է խմել։ Դա հասարակությունն է իրեն ճնշել։ Յա, էլի մենք ենք մեղավոր։ Հիմա լսեք, չէ, ես հիմա սա նաև սլակներից մեկը նաև ձեր վրա է, որտեղ դուք եք։ Ասում է հասարակության կողմից վեդի մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել։ Սա իգիտություն, այսինքն մեղեր ոչ մի բան չէր արել։ Չէ, բայց խնդիրը այն է, որ հասարակությունն է այդ մարդուն ստիպել, հասարակությունն է ասում, որ այդ մարդը մանկապիղծ է։ Դա համար ինքը ստիպված, քանի որ իրեն մեղադրում են, ինքը թույն է խմել։ Տեսեք, խմբագիր հետաքրքիր բան ուղարկեց, ուրեմն դատախազությունից Պարտաճանը Չիմնեմի նայելով են դատախազները դրանով են զբաղված։ Այս հաղորդման երկու գործով դատախազն անձամբ դատարանում հայտարարել է, որ բոլոր եթերները նայում են։ Դե ինչով են զբաղված, էլի։ Դրա մասին է խոսքը։ Երկիրը տես վիճակում։ Իհարկե մենք գոհ ենք, որ նայում են, որտեվ ես հենց դրա համար էլ գալիս եմ այստեղ, որտեվ Ալենը Սիմոնյան արձագանքներ ուղարկել էր, որ ինքը ինչ որ բանից վրդովել էր իմ ու Արմինեի վարելու ժամանակ։ Մադիբեկյան։ Բայց այդ ինձ այնքան քիչ է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է ի վերջո այս քաղաքական ուժերը պատկերացում ունեն ավելի խորքային ինչա կատարվում մեր երկրում, ովքեր որ հիմա մրցակցության մեջ են։ Ես այնքան կուզեմ այդ քաղաքական արշավները շատ լրջանան եւ մարդկանց այսպես փաստերով, չէ, ուղղակի ցույց տրվեն այս սառաքաղց բիձուկների հանդեպ պետական ապարատի sense գրկած պաշտպանած վիճակը, Դավիթի հանդեպ Մինասյան, այն զույգ տղաների հանդեպ այդ լկտի վերաբերմունքը, մեր arczepiskoposների եւ այն լկտի բառամթերքով են հարցակումները վեհապարները ասեն, էս չի լինելու։
եւ թուրք սիրել չի լինելու։ Մեզ մի խոսք տվեք, տուն, մեքենա, չգիտեմ ինչ զիբիլներ, մեզ մի խոսք տվեք, մենք չենք ուզում։ Մեզ ասեք, որ սրանք չեն լինելու։ Վերջ, ժողովուրդ։ Չի կարելի այսքան նահանջ ապրել, ոնց որ մեզ վերցնեն, ասենց շպրտեն նախնադար, հասկանում ես, ոնց որ մի քանի 150 տարի դու հետ գնաս, չգիտեմ էլ այդ ժամանակ քաղաքակրթությունը այդքան այլանդակված է եղել։ Էս է իրավիճակը։ Ես որոշակի առումով երկրորդում եմ, որտեվ ճիշտ է, լրագրողները իրենց պարտականությունները կատարում են եւ հետամուտ են եւ նախանձախնդիր են եւ որպես քաղաքացի, որպես հայ կեցվածք են դրսևորում, բայց կարծում եմ այդ ակտիվությունը միգուցե ավելի շատ, որը հնարավորություններ նաև ունի, նաև քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, որոնց համար իհարկե իրենք, այսինքն այստեղ երբ որ նայում ես փետրվար ամսից, դեպքը եղել է դեկտեմբեր, փետրվար ամսից վեդին գիտի եւ ծածկադմփոց է գնում։ Այդ ծածկադմփոց ես չեմ կարծում, որ այս հնչողություն ունեցող դեպքի մասին օրվա իշխանությունները չիմանան եւ իմանան ենթադրենք այսօր եւ հայկական ժամանակը նման կեցվածքով հանդես գա։ Իրականում սա այդ մարդու թույն խմելու պատասխանատվությունը դրեց մեր վրա։ Դրել է հասարակության վրա եւ այն մարդկանց, ովքեր այս գործը փորձում են կեղտաջուրի ջրերս անել, սա ուշադրություն դարձեք։ Հետաբար քննիչների հետո գլխատեր ու պաշտոնանկաներ ասել գնացեք քրեական։ Եվ նաև հորդորում եմ ՄԻՊ-ի հայտարարությունը, այն լղոզված, որը ոչինչ չի ասում։ Բայց կներեք, ինչի չէր ասում։ Ինքը նկատողություններ անում են մարդկանց, ովքեր անուններ են օգտագործում եւ նախաքննական գաղտնիք հրապարակում։ Իսկ դա ով էր արել, քննչական կոմիտեն։ Հիմա Ես ինչի համար եմ ասում, որ այնուամենայնիվ կամ ընդհանրապես կառավարելություն չկա Հայաստանում, սա մի տարբերակ, այն ինչի մասին դուք ասում եք, որ նոր իմացել են, նոր ընթացք է տալիս։ Ես որին խիստ թերահավատ եմ, հրաշալի գիտենք, սա իրենք մտածել են ծածկադմփոց կանեն, թեման կփակվի, այս նախընտրականում ինչ աղմուկ, ինչ բան, հա։ Բացական է, չէ, որտեվ վեդու համայնքապետ գոյություն ունի, որը Նիկոլ Փաշինյանի սանիկն է, որը հրճվում էր Դավիթ Մինասյանի կալանքով։ Այդ բանը Տայլանդացությունը, որ գրել էր, հիշեցի, որ Դոլյա խուլիգանսկայա վերջին զանգը դու կդիմավոր, վերջին զանգը կանես, հա, վերջին զանգը դու կանես բանը։ Այսինքն, երբ շղթան նայում ենք այդ Գարիկ, հա, դրա անունը, հա։ Մինչև հիմա մի բառ չի ասել, նույնիսկ սավ չի այտնել, այդ ընտանիքին յուր չի գնացել։ Հասկանում եք, հոգեորականները գնում են, ինքը չէ, ինքը։ Ուրեմն այս անձը ես այս սրտիկները ինչի համար են, այ մեյմուններ։ Ես կառույցի ասեմ, այդ սրտիկները սովորաբար Եվրոպաներում դնում են միասեռական այն տղամարդիկ զույգերը, որոնք արդեն իրենց ուխտը արել են մեկ-մեկու հանդեպ եւ որպես միասնության նշան։ Ես չգիտեմ հիմա այդ ինչի բան է, բայց այնուամենայնիվ նման է։ Հիմա նայենք, ուրեմն այդ համայնքապետը ձայն չի անում, ոստիկանապետը այն ներքին գործերի նախարարը այս կամ այն ձևով հերու կամ մոտիկ ձևով կապված է այս անձանց հետ, բարեկամական, հարևանական, չգիտեմ, ազգակցական ինչ-որ բանով կապված է, վստահաբար որոշակի բարոյական պարտավորություններ շատ արագ ընթաց կտար, քննչական կոմիտեն կատարում է միայն վերադասի հանձնարարականը, հրամանները Եվ մարդկանց տերորիստը հրճակում առանց իրավական ակտի, հետո տակից չի կարողանում դուրս գա, ոչ բարոյականով, ոչ իրավականով։ Եվ այս առումով, եթե գնահատենք, իրականում փաստորեն կազմակերպված ձևով այս գործը փորձել են կոծկել։ Լսեք, նորմալ պետության մեջ կամ իշխանափոխությունից հետո պիտի գլխատվեն մի շարք պաշտոնյաներ, ընդ որում բարձրաստիճան։ Ես թույլ կտակ զանգեմ ինձ հարազատներից մեկին։ Գլխատվել բան իմաստով, էլի, ասենք պաշտոնը։ Հա, մենք տանեք դա դոքտորիկաներ, մենք էլ էս հասարակությանը պետք է ինձ կեղտերը բացելու համար։ Պաշտոնանկության իմաստով եմ ասում գլխատել, լրագրությունը ինքը խիտ գույներով արտահայտելու հնարք ունի։ Ես ուզում եմ ուղիղ եթերից օգտվելով այսօրվա այլանդակ շոուների մասին մի հատ խոսել աղջիկների հարազատի հետ, եթե դեմ չեք, մի հատ փորձենք հասկանալ ինչ են այսօր իրենց թույլ տվել ու տեսեք երբ որ 3 ժամը 3-ից ընթացք է տրվել, այսինքն եվրոպացիների գնալուց հետո ընթաց տվեց այս ամբողջ process-ին, ինչեր տեղի ունեցան։ Կներես ջանի, դու չես քնել։ Ոչ։ Ես անունդ չեմ հնչեցնում, ես գրել էի քեզ, որ հնարավոր է ուղիղ եթերում քեզ զանգեմ, հուսով եմ դեմ չես։ Չէ։ Հարգելիներս, ուրեմն խոսում եմ սեռական բռնության ենթարկված ցակուկների բարեկամուհու հետ,
ով այս ամբողջ շոուի մեջ terror-ի ենթարկվածներից մեկն է, որտեղ իրենք ամբողջ հարազատներով թաքստոսներ են փնտրում քնելու, որտեղ չգիտեն ինչ կկատարվի իրենց հետ։ Դուք հասկանում եք, թե ինչքան են արհեստականորեն ներքաշում պատմության մեջ հորեղբորը։ Հիմա հորեղբայրը, որ այսօր քննիչին հարվածել էր հայհոյանքներով զրույցից հետո, ես խնդրելու եմ այս բարեկամուհին, որը իրեն հայտնի տեղեկություններ ունի, թող պատմի այսօր վեդիոում ինչ կատարվեց։ Ջանես, կարող ես ասել մի երկու բան։ Ինձ պատմեցին, որ երեխաներին ուզեցել են տանեն հարցաքննության։ Երեկոյան։ Առանց փաստաբաների եւ առանց հոգեբանների եկել են երեխաների ետևից։ Քրեական ոստիկանությունը։ Փաստաբանին, հետո նրանք ուզում էին վերցնել երեխաներին եւ տանել, մենք երեխաներին տարանք ավելի ապահով տարածք։ Հետո ման գալուց հետո որ երեխաներին չգտան, ուզում էին բռնի տանել, էլի։ Բռնի ուժով ուզել են երեխաներին տանել։ Հա, բռնի ուժով ուզում են երեխաներին հարկադրանքով տանել։ այսպես ասենք։ Հա, հետո որ երեխաներին չգտան, ասացին, որ դուք չփոշմանեք, Չէ, մորն էին հետո։ Մի րոպե հետո եկել էին մոր հետևից, չէ։ Մոր թե տատիկ Հա, էին։ մոր հետևից երեխաների բոլորին ուզում էին տանեին ոստիկանություն։ Ու առանց փաստաբանի, սա ֆիքսենք։ Այսինքն իրանց պետք էր մի հատ ինչ որ նորից հնարովի ցուցմունք, որը իդեպ իրանց չարացի արդյունքն է, որտեվ գիտեին արդեն կալանքիա գնալու, որ հետո թուղթ ունենային տակը դրած, հասկացաք, չէ՞։ Որտեվ գործը տեղից չէր շարժվել։ Իսկ երեք իրանք մի օրում հազիվ հասին, օրվա երկրորդ կեսից հետո, հազիվ հասին մի քրոջ առերեսեն։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Ում էին ախտվել։ Տատիկին, տատիկը ինչ պետք է հարցակնվեր։ Տատիկ էս գործով ով է։ Տատիկին ասել էին, որ դուք չփոշմանեք, դուք հələ շատ գալու եք ընկնեք մեր ոտքերը։ Հաթաթային։ Երեխաներին չգտնելուց հետո էլի, որ բոլորին։ Այսինքն հետապնդվում է այս ընտանիքը, հասկանում եք, հետապնդվում է, լկտիաբար հետապնդվում է։ Այդ ընտանիքը պետք է բոլորիս ուշադրության կենտրոնում Այս ընտանիքը, այո։ Այսօր էլ հորեղբորը առավոտյան զանգահարել ինչ որ մեքենայով Խաչատրյան ինչ որ ոստիկանությունից մի Խաչատրյան անունով անունը չգիտեմ ճիշտ ասած Քննչական կոմիտեից քննչականից ոստիկանությունից քննչականից չէ հա զանգահարել են երեխաների հորը ասել են ինչ որ մեքենայով գալիս են երեխաներին տանել Էդ էլ առավոտյան հա փոխանցել է համարը եղբորը եւ հորեղբայրը զանգահարել է այդ ոստիկանին ասել է դուք չգիտեք որ առանց փաստաբանի դուք չեք կարող երեխաներին տանել առանց հոգեբանների այդ ժամանակ ինչ որ հայհոյել է ու շատ վատ ինչ որ չեմ ուզում Այսինքն իրավապահ համակարգի ներկայացուցիչը հայհոյել է հորեղբորը Այո, որովհետև մի անգամ էլ ես եմ զանգահարել իրեն, այդ Խաչատրյանին, այդ դեպքի ժամանակ որ տենց խառնաշփոթել, նոր էր սկսել այդ դեպքը, ես զանգահարել եմ իրեն, իմ հետ շատ վատ էր խոսում, ինքը ոստիկանություն ներկայացողով է, ասում էր Արամը, այսինքն երեխաների հայրը, մեր մոտ աշխատում, ինչ որ կոմունալի Բեդու քաղաքապետարանում ինչ որ տենց Հա, վերջը մոտ աշխատում, հա մեր ընկերն է, մեր ընկերն է, ասենց իր բառերով եմ էլի ասում մի խոսքով հետո իմ հետ շատ վատ խոսեց, ասում եմ դուք ով եք, դուք խի չեք ներկայանում ու չներկայացավ անունը, որտեղ ինքը ոստիկան էր, պետք է հաստատ ներկայանար, քանի որ ինքը ինձ զանգահարել է։ Ես ճիշտ եմ հասկանում, մինչև մեր հայտնվելը ձեր կյանքում իրանք փորձել են պարբերաբար կամ բանակցել կամ ահաբեկել ձեզ։ Այո, մենք որ գնացել էինք այդ ժամանակ Խնդրեմ հարգելիներս, սա էլ առանձին հոդված է իրավապահների վարքագծի մասով, որը երեք նաև ես էի նկատում, թե ինչպես էին փայփայվում մակապեխսերը եւ ինչպես էին Արայով էր խոսում, որպես ոստիկան ինքը ինձ հետ արայով էր խոսում, որպես ոստիկան։ Ու քեզ ուզել էր նկարել։ Լավ, հասկացա։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր քեզ զանգել ես ուժ ժամի, այնել ես նյարդային գերլարված վիճակում, մեզ հետ խոսելու համար։
Լավ եղեք, ձեզ համբերություն, ուժ, մենք ձեր կողքին ենք, մենք բոլորս ենք ձեր կողքին եւ մեծաթիվ մարդիկ են ձեր կողքին։ Դուք անպաշտպան չեք։ Եթե անպաշտպան եք, ապա բոլորս ենք անպաշտպան։ Ինչի համար, որ դուք օգնում եք, որ արդեն ամեն ինչ լավ է լինելու։ Առաջն Աստված։ Անպայման։ Բայց Բայց որ դուք միայնակ չեք։ Այո, եւ Վարդուհին ձեզ ասել է։ Կենտրոնում է։ Անժելանե Թովմասյան ասում է դուք բոլորդ մեր ուշադրության կենտրոնում եք, մենք ձեզ քաջալերում ենք, համբերություն ենք մաղթում եւ հիշեք, փաստաբանները ձեզ խոստացել են։ Այսքան ծանր զարգացումներից հետո ոչ միայն պիտի պատասխանատվություն կրեն մանկապիղծները, այլ այս շղթայում ներգրավված անգործության մատնված կամ հակառակը միտումնավոր ինչ որ բաներ կոծկած մարդիկ, անկախ իրենց պաշտոնեական դիրքից։ Լավ եղեք։ Քեզ Սյուզի Բադալյանի, որտեվ ես վստահ եմ, եթե Սյուզին չլիներ, այսպիսի հնչեղություն չէր ստանա։ Լավ չխոսելու համար է։ Հանգիստ եղեք։ Շնորհակալ եմ շատ։ Մի հոգեբաներ ձեզ կհատկացնենք, լավ եղեք։ Անպայման միասին կհետևենք ընթացքին, զարգացումներին։ Առաջն ասած, ամեն դեպքում հիշեցնենք, որ նրանք մինչև 10 տարի կալանքի համար այսօր մեղադրանք առաջադրվեց, մինչև իմ այստեղ գալը, այդ լուրը հայտնեց գլխավոր դատախազությունը, նրանց մեղադրանքի առաջադրվել, բայց առայժմ մեկ աղջկա գործով։ Երկրորդի գործը, ընդ որում ծանրոցիչ հանգամանքներ կան, սպառնալ եւ այլն, այնտեղ այսքան այս մարդկանց փտեցին բերթում ու ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ օգնել են այս հարցում, եւ փաստաբանները եւ հարային հնչեղություն տվողները։ Շնորհակալություն, գիշեր մաղթենք բոլորին։ Մենք դեռ շարունակում ենք հաղորդումը, այո։ Լավ, բարի։ Կարճաթև ընդմիջումից հետո մեզ կմիանա Սուրեն Սուրենյանցը։ Շնորհակալություն։